է կարծում, ինչ սպասել նոր ազգային ժողովից, ինչ կլինի։ Մենք արդեն սպառվել ենք։ Իսկ ինչ է կարծում, նախորդ ազգային ժողովում իրար քացի էին տալիս, հիմա ինչ կարելի է սպասել։ Հիմա ավելի վատն է ազգային ժողովի կազմը։ Ինչ սպասել։ Ոչինչ, ոչ մի սպասելիք չունեմ։ Ազգայնական ուժը շատ փոքր է, շատ քիչ է։ Տրոյական ձի օգտագործվեց եւ մեր խորհրդարանը շատ խնդրահարույց ու կասկածելի է։ Ես չեմ բացառում, որ կարող են հայտնվել անկախ պատգամավորներ եւ իրականում վտանգված է մեր երկրի այսօրը, վաղը։ Ինչ սպասել այսօրվա ազգային ժողովից, ինչ է լինելու։ Ինչ ասեմ, ես թվում է կլոնադա է լինելու, ինչ պիտի լինի։ Նույնն է լինելու, անցյալում իրար քացի էին տալիս, այժմ կարող է ավելի վատ լինել, ինչ կարծիքի եք։ Դե դրանից վատ ինչ պիտի լինի։ Իսկ ինչ կարելի է անել։ Երևի ինձ թվում է պետք է ինչ-որ օրենքներ, ինչ-որ կարգավորումներ, որ այսպիսի խայտառակություն չլինի, էլի սա մեր ազգի պատկերն է ամեն դեպքում։ Ինչ-որ օրենքով, ինչ-որ պատիժներ, կարգավորումներ, նույնիսկ եթե պետք է մանդատից զրկեն, բայց սա չի կարելի, ինչ-որ մենք ենք տեսնում։ Հայտարարություն։ Հա, այդ կռիվները, այդ խայտառակությունները արդեն իրար ծեծելու են հասնում։ Այսինքն մենք այդտեղից սպասում ենք ինչ-որ նոր բան ազգին օգուտ, ոչ թե անդադ մեղադրեն նախկին, ներկա եւ այլն։ Սա պետք է չլինի։ Լուծումներ պիտի առաջարկվի։ Սա պիտի լինի, Ազիզ ջան։ Ինչ սպասել այսօրվա ազգային ժողովից, ինչ է լինելու։ Գիտեք ինչ, այդ ամենախայտարակ ակումբն է։ Ես ընդհանրապես հայկական հեռուստատեսություն չեմ նայում, բավարարվում եմ ռուսական կուլտուրայով։ Իսկ մեր ազգային ժողովից ինչ կասեք, իրար քացի էին տալիս նախորդները, իսկ այժմ։ Այժմ ինչ է կասում, ամոթից չգիտեմ գլուխս որ ծակը մտցնեմ, հա։ Ինչ կառաջարկեք իրենց։ Կառաջարկեմ լուծարվեք եւ ռադներդ քաշեք։ Ինչ սպասել այսօրվա ազգային ժողովից։ Այ ճիշտն ասած չեմ կարող այդ հարցի պատասխանեմ, ուրիշ հարցուց կպատասխանեմ։ Նախորդները իրար քացի էին տալիս, ինչ է կարծում նույն իրավիճակն է շարունակվելու։ Հասկացում եմ, այո։ Այո։ Կարելի է անել, ինչ կոչ ունեք։ Դե արդեն ղեկավարությունը թող մտածի։ Քաղաքացի որպես ինչ խորհուրդ կտայք, ինչ կոչ կանեք, որ նմանատիպ Սա կուլտուրայից։ Եթե կուլտուրան բարձր լինի, տենց իրար չեն հոշոտի։ Իրանց գումարները, իրանց աթոռների պաշտպանելու համար։ Ես միայն այդ կասեմ։ Ինչ կասեք, ինչ եք կարծում, ինչ է լինելու այսօրվա ազգային ժողովում, ինչ սպասել իրենցից։ Ինչ ասեմ, ոչ մի բան չեմ սպասում ես։ Նախորդները միմյանց քացի էին տալիս, ինչ եք կարծում, կկրկնվի նույն բանը, թե ավելի վատ կլինի։ Չեմ կարող ասել։ Ինչ եք կարծում, ինչ սպասել այսօրվա ազգային ժողովի անդամներից, ինչ է լինելու։ Արդեն հույսս ես ամեն ինչից կտրել եմ, Ազիզ ջան։ Նախորդները միմյանց քացի էին տալիս, ինչ սպասել։ Ես էլ չտեսար, ստիպված ես վերջի պահին հրաժարվում են, նորից գնացին, վերցրին, որպեսզի ինչ-որ պայքարը մեկ միջև վերջ պայքարեք գոնե։ Ինչ գոհում եք։ Տենանք, հələ ոնց կանեն, կարդարացնեն իրանց, ես հույս ունեմ ինչ-որտեղ։ Իսկ ինչ կոչեր ունեք իրենց։ Ժողովրդի վիճակը բարելավվի, ամենաճիշտ է։ Ինչ եք կարծում, ինչ սպասել այսօրվա ազգային ժողովի անդամներից, չէ՞ որ նախորդները քացի էին տալիս միմյանց։ Այ հիմա էլ են տալիս, հենա նայում ենք էլի բանը, այ քաղաքապետարանը իրան են էլի մորթում, իրան են ջարդում, տենում ենք, բան սովորելու փոխարեն իրար են մորթում, ժողովրդին են, խայտառակում են իրանք իրանց։ Իսկ ինչ կարելի է անել։ Ինչ իմանամ։ Ժողովուրդը ինչ պետք է անի, որ այս վիճակը։ Ժողովրդինով է հիմա հաշվի առնում։ Ժողովրդի ոչ մի ասացնել հաշվի չեն առնում հիմա, ոչ մի։ Ավելի վատ սպասենք իրենցից, ինչ եք կարծում։ Գնալով վատի են կեթում, լավի եփ են կեթում։ Ոնց կան կտես մնացել ենք էլի, լավի չեն կեթում։ Նույն մարդասպանությունն է, նույն ամեն ինչն է նույնն է, ոչ մի փոփոխություն էլ չունենք։ Մարդկանց կարծիքը հաշվի չի առնվում մեր իշխանությունների կողմից։ Չի առնվում։
Երբ առնվեն, որ հիմա էլ առնվեն, ոչ մեկն էլ չի առնում մարդկանց կարծիքը, ոչ մեկը։ Իսկ ինչ կոչ ունեք իրենց։ Ինչ կոչ ունեք։ Ես կոչ ունեմ, որ խաղամոլությունը, թմրամորությունը վերացնեն, գնալով շատանում է, գնալով մարդկանց տները քանդվում է, այդ է թողանեն, դրանց հետևեն։ Ինչ եք կարծում, ինչ սպասել այսօրվա ազգային ժողովից։ Ոյ Աստծո, ոչ մի բան չունենք սպասելիքներ։ Նախորդները իրար քացի էին տալիս, իսկ այժմ ինչ կարելի է սպասել։ Ես իմ հույսով ենք, որ լավ պետք է լինի։ Իսկ ինչ կոչ ունեք, որ այս խայտառակությունը վերանա։ Թող իրար համբերատար լինեն, բոլորը իրար հավասար ապրեն։ Ինչ սպասել այսօրվա ազգային ժողովից, ինչ է լինելու։ Ավելի լավ այդ ազգային ժողովը չլներ, ժողովրդի փողերը չուտեին, մենք աշխատում ենք, ազգային ժողովը ուտում է։ Ինչ օգուտ է տալիս ժողովրդին։ Ես այդ հարցն եմ ուզում բարձրացնեմ, որ մեր բանակը երեխեքին տանում է 18 տարեկան, դրանց զինվորական կազմը, օֆիցերական կազմը աշխատավարձ է ստանում, զինվոր է պահում, զինվորի վրա ծախս է անում, բայց մենք չունենք ոչ մի ռազմական տեխնիկա, ոչ մի բազա չունենք, այդ զինվորը 18 տարեկան գնալու է 1, 2, 3 անի, ինչ անի, այս անօդաչու սարքերի դիմաց, այս Իսրայելի զինված ուժերի դիմաց, Ամերիկայի զինված ուժերի դիմաց, ինչ անելու այս 18 տարեկան բանակային զինվորը։ Ազգային ժողովը թող այդ հարցերի մասին մտածի։ Իսկ ինչ եք կարծում, միմյանց քացի էին տալիս նախորդները, նույնն է կատարվելու էլի։ Դե խելքները գլուխները հավաքեն, քացի տալով ուր պետք է հասնեն։ Ինչ եք կարծում, ինչ սպասել է այսօրվա ազգային ժողովից։ Նախորդները միմյանց քացի էին տալիս, ինչ եք կարծում ավելի վատ է լինելու։ Չի տարբերվելու իմ կարծիքով, նույն բանն է լինելու։ Ես եկել ասեցի, նա ասելու է հողատու, նա ասելու է կապիտուլյան, նա ասելու է դու հողերը տվիր, նա 5000 երեխու գլուխը կերար, էդ է լինելու։ Ես տարբերություն չեմ տեսնում, որտեղ նույն թիմերն են, նույն ԿՊՆ, նույն տեղերը փոխվեց, պատիվ ունեմ Հայաստանի փոխարին եկավ ուժեղ Հայաստանը, բայց բան չի փոխվում։ Շորը փոխել ուզ մարդը չի փոխվում։ Ընդհանուր պետքա բանը փոխվի, մտածելակերպը ինչ-որ մի բան, թե չէ իրանց ես տարբերություն չեմ տեսնում, 8-րդն ու 9-րդը իմ կարծիքով տարբերություն չկա, նույնն է։ Իսկ ինչ անել, որ այս խայտառակ իրավիճակը չլինի ազգային ժողովում։ Պետքա չկաշառեին, կաշառքով ընտրվեցին, ասենք այլ ընտրանք, թարմ ուժեր գային, այ երեգել ասեցին, պետք է փոխվի, չի փոխվում, նույնն է, տարբերություն դրա համար ես չեմ զգում իրանց մեջ։ Ինչ սպասել այսօրվա ազգային ժողովից, ինչ է լինելու։ Ոչ հետաքրքրվում եմ, ոչ էլ ուզում եմ հետաքրքրվում։ Բայց տեսել եք նախորդները միմյանց քացի էին տալիս, ինչ եք կարծում, նույնը կրկնվելու է։ Այժմ հայազգը է դա։ Չգիտեք, հարևան փողերը պետք է հաշվի, մեկը մեկի տակը փորի։